Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր եկել եմ խոսեմ շատ կարևոր մի թեմայի մասին եւ խնդրում եմ, որ տարածեք այս հոլովակը եւ լիահույս եմ, որ հոլովակը կհասնի մեծարգո վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին եւ կարծում եմ կառավարությունը մեր շատ սիրելի եւ կարծում եմ ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը կսկսեն կանխարգելիչ աշխատանքներ ուրեմն տանել այս ուղղությամբ։ Արդեն մի քանի տարի է երևի, ինչու Ղարաբաղցիները եկել լծվել են Հայաստան, ոչ բարով ոտքները ջարդավեր մտնեին Հայաստան, անընդհատ ականատես ենք լինում երիտասարդ երեխաների մահվան դեպքերի, որոնք դանակահարություն, սպանություն, սիրելի ժողովուրդ, չեմ եկել այսօր մեղադրելու, կառավարությունը թույլ է աշխատում, ոստիկանությունը թույլ է աշխատում, դա սրա հետևանքն է ամենևին։ Եթե հետ գնանք եւ ինձանից տարիքով մեծ շատ մարդիկ եւս կփաստեն, որ նմանատիպ դեպքեր եղել են ուրեմն առաջին Ղարաբաղյան պատերազմից հետո 90-ականներին, երբ զինված բոլորը պատերազմից հետո զենք զինամթերքով մուտք էին գործել Երևան եւ տարբեր փողոցներում, տարբեր տեղեր նմանատիպ սպանություններ եղել են, բայց այն ինչ տեղի է ունենում այսօրվա Հայաստանում, սա արդեն չափազանց է եւ այս երիտասարդների մահերը իսկապես ազդում են արդեն իմ հոգեբանական վիճակի վրա, որովհետեւ կարծես թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս ապահով չէ։ Քանզի մենք տեսնում ենք, որ աշխարհի ամենաապահով երկրներից մեկի ցանկում է Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա ինչ եմ ցանկանում ասել։ Իմ ծնված օրվանից, իմ գիտակցական կյանքից մինչև այսօր ես անդադար լսել եմ թուրքը մեր թշնամին է, թուրքը մեզ սպանել է, թուրքը չգիտեմ ինչ է արել, թուրքը մեզ ցեղասպանել է, բայց ես այսօր տեսնում եմ ոնց են հայերը իմ երկրի ներսում սպանում իմ երկրացիներին, իմ հայերին, ինչի համար, մի հատ ծխախոտ ուզելու համար, մի հատ մեկը մեկին հարց նայելու համար, մեկի կնիկը փչացած դուրս ընկած շլյուխա է, գրվում է մի հատ խալխի տղու հետ, մարդը հետում է խալխի տղուն սպանում է, ձեր կնիկների ворրերը փակ պահեք, այ ագարկի ծնունդներ, ինչքան կարելի է այս վիճակը Հայաստանի Հանրապետությունում շարունակվի, ինչքան կարելի է։ Հարգելի ոստիկանություն, հարգելի ներքին գործերի նախարարություն եւ հարգելի ուրեմն ազգային անվտանգություն։ Ես շատ երկար եվրոպական տարբեր երկրներում շրջել եմ եւ բազմաթիվ անգամ ոստիկանությունը ինձ եւս ստուգել է։ Մարդը եթե կասկածելի բան է տեսնում, շոմին է անում։ Ստուգում են, ոտից գլուխ ստուգում են։ Մի անգամ Թուրքիայում եղել է դեպքեր, երբ ուղղակի սև կապիչոնը գլխից քաշած սև ակնոցներով տնից դուրս եկել, ոստիկանը կանգնացրել է Պայուսակից սկսած մինչև վերջ ստուգել է, հետո ես իրեն բացատրել եմ ինչ եմ ես այդ կերպարով տնից դուրս գալիս։ Այն էլ մուսուլմանական երկրում, հասկանում եք դուք ինչ եմ ասում։ Ես խնդրում եմ մշակեք օրենքի նախագիծ, որ ոստիկանությունը իրավունք ունի ցանկացած քաղաքացու փողոցում բռնել, պայուսակը ստուգել, գրպանները ստուգել, արդյոք նա զենք կրում է թե ոչ, որովհետև գնալով այս իրավիճակ, այս ամեն ինչը վերահսկողությունից դուրս է գալիս։ Ոստիկանական մեծ գվարդիա ունենք, սիրելիներս, այնպես չի, որ մենք ոստիկանների պակաս ունենք այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս երիտասարդների մահերը գիտեք ինձ ինչ է հիշեցնում, որ այսօր Ռուսաստանի Դաշնության դրածոները Ղարաբաղյան կլանի գլխավորությամբ մտել են Հայաստանի Հանրապետություն, որ այսօր Ռուսաստանի Դաշնության դրածոները մտել են Հայաստանի Հանրապետություն եւ ներսից ցեղասպանություն են իրականացնում իմ հայրենակիցների հանդեպ։ Ես սրան միայն այս գնահատականը եւ այս որակումը կարող եմ տալ։ Մեկը մեկից սիգարետ ուզելու համար դանակը մտցնում եմ փորը, ես դեռ հոլովակ եմ հանրայնացնելու, շատ շուտով հոլովակ եմ հանրայնացնելու, որը ոչ միտեղ գոյություն չունի։ Ոնց են մի երիտասարդի մեքենա կանգնացնում երկու մեքենա, դիմացից գալիս կանգնացնում են, իջնում են, այդ երիտասարդին անմեղ տեղը ծեծի են ենթարկում, դանակը մտցնում են փորը, գնում են, փառք Աստծո այդ երիտասարդը այսօր ապրում է, բայց դատական համակարգը դեռ չի գտել ովքեր են եղել դանակահարողները։ Ում էլ գտել է առավոտից իրիկուն դատա հետաձգում։ Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ամենաապահով երկրների ցանկում է, բայց այսօր իմ երկրի ներսում ցեղասպանություն են իրականացնում իմ հայրենակիցների ուրեմն հանդեպ։ Ես խնդրում եմ, դիմում եմ ձեզ պարոն վարչապետ, դիմում եմ ձեզ պարոն Ալեն Սիմոնյան, իսեր Աստծո խնդրում եմ, մշակեք օրենքի նախագիծ, որում ցանկացած ոստիկան լինի, մենք ունենք պարեկային ոստիկանություն, ունենք ճանապարհային ոստիկանություն,
ունենք փողոցները վերահսկող ոստիկանություն, թող կանգնեցնեն մարդկանց եւ ստուգեն։ Կանգնեցնեն պատահական մարդկանց եւ ստուգեն։ 10 հոգու եթե բռնեն եւ քարշ տան բաժին, թեկուզ բացատրական աշխատանք կատարեն նրա հետ, թեկուզ ստուգանեն որևէ գումարի չափով, այս իրավիճակը կդառնա մասամբ վերահսկելի։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին ձեռք է տալիս այն, ինչ այսօր տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, սիրելիներս, երիտասարդներ են մահանում։ Այս չաթլախները, քանի կար մեր երեխեքին տանում էին Ղարաբաղում, էին սպանում, անունը դնում էին, ադրբեջանական գնդակից զոհվեցին։ Հիմա եկել լցվել են մեր երկրում են մեր երեխեքին սպանում։ Սրանք ով են ընդհանրապես, որ իմ երկրում լպտան։ Հաջորդը, ես իմ բանը գործը թողելու եմ, մոտավորապես մի շաբաթ ինձ դեռի բավական է, որ ես կարողանամ պարզեմ, ով է Հայաստանի Հանրապետությունում կոնկրետ, ում գլխավորությամբ է Հայաստանի Հանրապետությունում մուտք գործում նարկոտիկ եւ սինթետիկ նյութեր։ Ես եմ մաման լացացնելու եմ։ Ես պարզեմ, ում գլխավորությամբ է մտնում, ում գլխավորությամբ է վաճառք իրականացվում, ու այդ սինթետիկ նյութերի ազդեցության տակ այս սպանությունները տեղի ունենում, ես ձեր ընտանիքներով ձեզ ոչնչացնելու եմ։ Դուք գաղափար անգամ չունեք, ես ինչ եմ բերելու ձեր գլխին։ Հերիք եղավ ու բոլ եղավ։ Առավոտից իրիկուն արցունքներներս աչքերներիս տարիներ շարունակ սպասել ենք Ղարաբաղից այսօր ում դիակն է գալու։ Հիմա էլ նստենք սպասենք ոնց է հային սպանում։ Սենց եք երկիր կառուցում, շատ սիրուն երկիր է։ Չէ, Նիկոլին չեմ մեղադրում, որովհետև Նիկոլ Փաշինյանը մենակով չի կարա, որովհետև քանդված պատերով երկիր են տվել Նիկոլ Փաշինյանին։ Այդ մարդը չգիտի արտաքին հարցերը լուծի, թե ներքին բոմժերով զբաղվի, ներսից ծրիկաներով զբաղվի։ Օրեկան մի հատ Ռուսաստանի չաթլախ ագենտ է հայտնվում այդ երկրում։ Գնացեք ձեր սևեռնի բոշաների կողքը նստեք, ինչ ուզում եք արեք, այդ չաթլախներ։ Հերիքա կերակ կյանքներս, հերիքա կերակ արյուններս, այլ երեխա չունենք տանք ձեզ, որ սպանեք, հերիքա, դուք արյունախում եք ծնվել, ամբողջ աշխարհը մանգաստ, ձեր նման չաթլախ, տականք, դավաճան չես գտնի։ Հաջորդը, տաշիր սամո, ուշադիր ինձ լսի, ես մինչև այսօր ոչ մեկի երեխուն չեմ անդրադարձել, որովհետև ես գիտեմ, որ երեխեն պատասխանատու չի, թե ինչ է անում իր չաթլախ հերը, բայց հանկարծ քո թիմից որևէ մեկը իր ֆեյքով իմ նկարը դրեց, մի հատ հոդված գրեց, մի բան գրեց, երթվում եմ Աստծով, երթվում եմ, Տաթևիկի դոսիեն կհայտնվի համացանցում փաստերով, որ հյուրանոցում, որտեղ, ինչ ժամի ոնց, ես քեզ նախազգուշացում, այդ քո ալիք-մալիք չաթլախներին իմ տարածքից հավաքում ես, ես խելոք աղջիկ չեմ, ու իմացի, անեշկե, որ ես չեմ գիտակցել, որ դուք ընտրություններից առաջ կսկսեք հարցակվել մեր վրա, այդ հարցակումների հակաթույնը կա, ձեր սաղ ազգուտակի, Ռոբերտ Քոչարյանով, Սերժ Սարգսյանով, Քեզնով, Արա Աբրահամյանի աղջկա չաթլախություններով, ստրիպտիզ ակումբներով, սաղ կհայտնվի համացանցում, այդ հակաթույնը այստեղ, կոմպի մեջ դրած է, հավատացնում եմ քեզ, նիդայ բոք հանկարծ, ես տեսնեմ, դուք իմ հետևորդներից, առհասարակ բլոգերներից, որևէ մեկին կպնեք, կամ սպառնակ, ես ձեր մաման կլացացնեմ, եթե դուք որոշել եք սպառնալիքներով գաք իշխանության, առհաձես թե դուք կգաք իշխանության, մոռացեք դրա մասին։ Այս ժամի համար այսքանը, ու թող պատրաստվի Հայաստանի Հանրապետություն նարկոտիկ մտցնող սրիկան, ես այդ սաղ նարկոտիկը կերցնելու եմ քո սաղ ընտանիքին, ու ես կոնկրետ մոտակա մի շաբաթ է դրանով եմ զբաղվելու։ Այսքանը